Ես չեմ ասում գործակալական մշակումների մասին, դա թող մնա, դա թող իմանա Նիկոլը միայն։ Օրինակ ես մոտապես պատկերացնում, թե ինչ մշակում է եղել, ովքեր են գործակալներ եղել, ինչու են եղել, ոնց են վճարվել, դա ասaq պատկերացնում, թե դա ինչպես է եղել, այ ինքը պետք է նոր այդ նյութերին ծանոթանալ, եթե երեքը թողել են։ Այնտեղ հատորներով կան գործակալական մշակումներ, հատորներով։ Նիկոլ, սկսած այն որ նստել ենք, ես էլ 6 ամիս եմ նստել, ու երկար ես նստել։ Սկսած այդ պահից ավարտած մեկ ուրիշ պահով, իջելով այդ պահի ժամանակ մի շատ հետաքրքիր պատմություն կա, որ մի օր հանդիպենք, ես կպատմեմ, թե կոշում ինչ է եղել։ Ինչևից է, այնտեղ հատորներ կան, որոնք դու ցանկանում ես սանրական ճանապարհով գնալ, գնացիր, դրանք ոչնչացան։ Ճիշտ ես արել, ես գտնում եմ, որ այսօր ճիշտ ես վարվել, բայց շատ հետաքրքիր նյութեր ոչնչացան գնացին։ Ես գոնե դրանց մասին կարող եմ տրամաբանել, թե ինչեր են ոչնչացրել սրանք։ Բայց այդ ամեն ինչը կոպիտ հաշվարկներով 100,000 դոլարներ են։ Այսինքն սրանք ամեն ինչ թողած ԱԱՑ-ն, որ պետք է ծառայեր Թարինիկի անվտանգությանը, ծառայել է Սերժ Սարգսյանի իր այս թիմակիցների այդ 55 հոգի որ կան այնտեղ էլի։ Հուսով եմ հեսա կրեն մի 40, հետո կրեն 30, այդ ամեն ինչը պարզ է ինչա լինելու։ Հենց որ անհաջողությունները տեսեք ոնց են առնետները փակնելու նավից։ Այդ ամեն ինչը կլինի։ Այդ Պանդորայի արկղը ցավոք սրտի կիսատ պրատ կբացվի։ Ու այս երիտասարդ կադրը ոչ մի կապ չունի դրա հետ։ Ժամանակը կորավ։ Այն ժամանակը, որ 23-ին հենց որ հրաժարական տվեց, պետք է տակ-տակ մտնել, ասել սրանք կնքեք։ Մենք պետք է նայենք, թե որտեղ եք ծախսել ժողովրդի գումարները, ում եք պահել դրանով, որպեսզի դուք լինեք օրենքից դուրս, օրենքից վեր, եւ ինչ ցանկանաք մեր երկրի հետ կատարեք։ Այ եթե անվտանգություն զբաղվեր իր գործով եւ չլներ պարոն Սարգսյան ձեր հովանավորությունը, ապա մի բան հաստատ ասեմ ձեզ, երկրի տոտալ թալան չէր լինի։ Հավատացեք, այդ ուժերը կարող էին դա զսպել։ Ոստիկանությունը դա կարող է զսպել, բայց ոստիկանությունն է, դուք փայեք թողել ընդամենը փոքր գրպանատների խումբ, մնացած ձեր մարդիկ, ինչպես ցանկացել են ալասերել են մեր երկիրը։ Այդ դրա համար այդ Պանդորայի արկղը այդքան կարևոր էր նայել։ Այնտեղ հատորներով լրիվ չէին ոչնչացել, գոնե մի 10% պահպանված կլինի եւ ձեր ընդհանուր պատկերը 23 տարիների կբացվի ի վերջո։ Ինչ եմ ցանկանում անվտանգության նոր պետին։ Ցանկանում եմ ուշադիր լինել։ Նա լուրջ խնդիր ունի լուծելու։ Ողջ անվտանգությունը պետք է դնի նոր ռելսերի վրա։ Այսինքն անվտանգությունը պետք է զբաղվի նրանով ինչ